Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իսկապես պարոն Խաչատրյան, այս սուբվենցիոն ծրագրերը մեր գործունեության շատ կարևոր ուղղություններից են եւ շատ կարևոր թիրախ է, հատկապես այն ծավալով եւ այն չափով, որ մեր կառավարությունն է անում վարչապետի հանձնարարությամբ, այդ ենթակառուցվածքներին ուղղվող գումարները միանշանակ արդարացված են, ճանապարհ, գազ, ջուր, լուսավորություն, չգիտեմ, այլ բաներ, բայց ես անկեղծ ասած ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, մենք ինչի ենք փող տալիս հանդիսությունների սրահին։ Էլ չենք տալիս։ Ընդհանրապես կարծում եմ պետքա չտալ։ Պարոն Միրզոյան, ճիշտ եք նկատում միանգամայն, գիտեք սկզբից դուք երկու կարևոր հանգամանք միանգամից նշում եք։ Առաջինը ես ուզում եմ հիշեցնել, որ այս տարիների ընթացքում տարեկան մեր բյուջետային ֆինանսավորումը, սուբվենցիոն ծրագրերի կամ համաֆինանսավորումը 4 միլիարդից հասել է մինչև 30 միլիարդի, գրեթե տասնապատկվել է։ 30 միլիարդ համաֆինանսավորումը նշանակում է, որ այդ ծրագրերի ծավալը տարեկան, հաշվի առնելով նաև համայնքային համաֆինանսավորումը, 50 միլիարդ դրամը գերազանցում է։ Եվ սա այն կետն է, որը մեզ թույլ է տալիս արդեն նաև, որովհետև սկզբից նախաձեռնողականությունը խրախուսելու կարիք կար։ Սկզբից անհրաժեշտ էր, որ համայնքները բերեն իրենց կարծիքով ամենաառաջնահերթ հարցերը եւ դրանք ունենան կառավարության ֆինանսական աջակցություն եւ դա եղել է հատկապես առաջին, երկրորդ, երրորդ տարիների մեր քաղաքականությունը։ Այս տարվա ընթացքում մենք ավելի շատ հորդորում ենք, որ այդ նախաձեռնությունները լինեն ներդրումային առաջնահերթ համարվող ուղղություններով եւ մենք ավելի քիչ թվով ունենք այնպիսի դեպքեր, երբ որ դրանք ընդհանուր առմամբ համայնքային կյանքի տեսանկյունից կարևոր թեև, բայց ամենաառաջնահերթ հարցերը չեն։ Մենք առաջարկում ենք, որ ամենաառաջնահերթ հարցերը լուծվեն առաջինը։ Եվ սա պահպանում ենք վերջին քննարկումների ժամանակ, հուսով ենք նաև, որ իհարկե չբացառելով եւ ամենևին չհերքելով, որ մյուս հարցերը նույնպես կարևոր են, բայց եթե այդ հարցերը այդ կարևորություն ունեն, համայնքները պետք է կարողանան իրենց միջոցները գտնեն նման բնույթի խնդիրները ինքնուրույնաբար լուծելու համար։